Սասնա ծռեր, Գ հատոր, Ժ Գ պատում, Սասնա ծռեր, պատմեց նոր բայազետցի Գեդեոն Դավթյանը, Կամո Լանջախբյուր գյուղ, գրառված է 1973 թվականին։ Մեծ մհեր։ Մհերը շատ հսկա ուժեղ կռվող էր։ Մսրամելիքը շատ ուժեղ էր, համարա մհերի չափին ուժեղ էր։ Մհերը հլը երիտասարդ էր։ Սկսեց մհերը սովորել գուրզի բանի։ Նա լավ նժույգ ուներ, ձյան վրեն նստած որսորդություն էր անում։ Այդ ժամանակ Քյարիթորոսը գանձապահ էր, խազինապահն էր։ Մսրամելիքը խարճ դրեց վրիները, որ «Պետի դու ընձի եսքան խարճ տակ, քանի կոտ ոսկի»։ Երբ որ բերին տվին Քյարիթորոսին, Քյարիթորոսը տեսավ հրամանը կարդաց, որ մսրամելիքը եսքան ոսկի ա ուզում, օհո ասաց։ Ես որտեղից տամ ոսկի, չէ ասաց, կռիվ ենք ուզում։ Բերեց այդ հրամանն ասաց, ուզեմ չուզեմ ասաց պետք է կատարեմ, պետք է տամ։ Իսկ մհերը գնացերա որսի, որսից վերադարձավ։ Մսրամելիքը երկու հատ խաթրան փայլևան ուղարկերա Քյարիթորոսի կուշտ, որ կոտով ոսկի կտանի։ Տարավ խազինեն, սկսեց չափել։ Մհերը եկավ ձյանով, ընկավ մի պարվի կորեկի արտումը։ Կորեկ երցանը նոր էլ ջրված էր։ Մի հատ ավ եկավ ռաստետ արտի մեջը քշեցենյան, մի պարավկին վազավ թումբանը քաշելով տու, այ մհեր ջան ասաց, էտ արտն ավիրիր դու, էտ ինչ անիրի մեր երեխեքի գլող։ Մայրիկ ջան ասմա, որսեր մտե բռնի, քո արտի արժեքը կտամ, հանում մեբուր ոսկի ա տալի, ասում, մհեր ջան դու իմ արտն ավիրիր, ոչինչ ասումա, գնա, մսրամելիքը երկու խաթրան փայլևան ա ուղարկե, Քյարիթորոս կոտով ոսկի ա չափում։ Գնա դոնց խետ կրվի, հա արտի հետ իր կրվում։ Ես մարդը ցինը քշում գալում գցում ախորն ու իջում եթում պահեստ։ Եթում տենում ա որ երկու խաթրան փայլևան ոսկիքը չափում են, տոպրակները լցում։ Ասում Քյարիթորոս, ետիմալ ես չափում, լավ չես չափում, խղճով չափա։ Մարդի հարկը խղճով տանք, դու ես չափեմ, դու չես կանա։ Ձերից առնում ա կոտը շրջում ա, որի վրեն ոսկին է լցում ա։ Տենում են խաթրան փայլևաններ, թե ես ինչ անում։ Թե ասում ա, էլ չխոսակ, ես չափով եմ տալում, ուզում եք տարեք, չեք ուզում, կռիվ եք ուզում, կռիվ անենք։ Այդեղ վիճապանությունը բացրանում ա, մհերը վերցնում մեկին շփրթում մեյան, մեկ էլ զանում ա էսի պուճուճկին, ատամները քաշում ձեռի մեջ, զանում ճակատ ասում, գնա քո մսրամելիքին խաբար տուր, կռիվ ա ուզում, կռիվ կանեմ։ Այդ մարդը փախնում, մեկ արդեն մահացել ա, էդ էլ խաբար տանում մսրամելիքին։ Մսրամելիքը սկսում ա հայտարարություն տալ, հրաման տալ, որ պատերազմ ա, իմ երկու խաթրան փայլևանի գլուխ է սենց արին, պատերազմը սկսվում ա։ Գալում ա իրա վրանները խփում ա դաշտը, մհերը տենում ա որ բավականին զորամաս ա գալում, դե ասում Աստված ընծի տվեց շատից շատ քչից քիչ ասում ա, տեսնենք մինչև առավոտ ինչ կտենանք, մհերը մի լավ նժույգ ուներ, նստավ, բարձրացավ մի հատ սար կար, մայրամ Աստվածածին վանք էր հիշվում, գնաց նրա մոտը, 40 խատ անցիներ ինչ տարավ մատաղանում։ Սանասարի հոր շորերը ըտե դրված, հոր շորերը որ ըտե դրված էր, բերին մհերին, ասին, ես ջրից խմա, այդ ջուրը խմեց, ձիանել Քյարիթորոս ասաց խմցրա, ձիննել խմեց, մեկ էլ տեսա, որ ինքը մհերը արդեն ելավ մե հսկա տղամարդ։ Բերին Սանասարի շորերը հագցրին, հերնել հսկա մարդ էր։
շորերը եփ որ հագցրին իսկապես հələ մեկ քիչ էլ կարճ եկավ, գուրզը նտեղ դրված էր ասին վերցա, գուրզը ձեռ թալեց ինչ որ մի հատ ճպըտ վերցուց, ասին իսկապես տղեն հասունացած է, կգրվի Մսրամելիքի դեմ, էդ ժամանակը էդ մատաղը արին, դե ասաց ժողովրդին, դու գնացեք գյուղը ես կմնամ ստե, մինչև առավոտը աղոտ կանեմ, աղոտքից վերջացնելուց հետո այսինչ ժամից կմտնեմ պատերազմի դաշտ, ասաց ոչ ոք չերևակ, իմ աչքին մարդ չերևա, ընձի օգնություն հարկավոր չէ, առավոտ երբ որ լույսը բացվավ, ելավ իրան աղոտ արած, իրան ցյան կերակրեց, ժամանակը եկավ իր նժույգը խեցավ ու մտավ պատերազմի դաշտ, սկսեց պատերազմել, հուսի, սարևելք, հարավ, արևմուտք, քշում ցյան, պոչի խետ, դոշի խետ տալում ու չարտում, կայնավ պատերազմի մեյդանը, ձեռները դրեց իրան երկու կողքին, մի հատ նարա փորած, որ սաղ աշխարը կռուն լցվավ, սկսեց չարտել, դե փախուստը տվեց, փախուստը երբ որ տվեց, ընկավ հետևներ բերեց Մսրամելիքին, բերեց ասաց մենք առաջին հերթին բարեկամ ենք եղե, ինչու համար դու այսպես պատերազմ արիր, որ այդքան ջարդ տվիր, ես մինակ քո ժողովուրդն այդքան ջարդվան, հիմի ես քո գլուխը կտրեմ թե չէ, դե ասма չէ, դու այնքան ուժեղ մարդ ես, բայց էլի ես քեզ թողում եմ, գնա ասում, քո ժողովրդին կառավոր է, ես չեմ ուզում արուն խանե քեզնից, մի հատ հրաման ասում գրա, որ մեր երգիրը քե խարջ ու խարաջ չի տա, այդ հրամանը գրում տալում եմ հերին, բերում է տալում է քյարի Թորոսին այդ գրությունը, դա ասում, այս պայմանագիրը դու պայիր, մինչև տեսնենք իմալ կլնի, երբ որ կնքվում է, ամեկ իր զորքերը ինչ որ մնում քաշում տանում ու այտենց վերջացնում գալում է, մի քանի օրից հետո մհերը հիվանդանում է, բայց ունի մի հատ տղա, այդ որ ասում ենք Դավիթ մհերի տղեն է, Դավիթը մհերի տղեն է, մի քանի ամսից հետո մհերը մեռնում է, որ մեռնում է լուրը հասնում է Մսրամելիքին, մհերը արդեն մեռավ, էլ մեր դեմը ով կանա առնի, նրա պայմանագիրը ով կիշկի ասում է, մենք պետք է նորից հայտարարություն տանք պատերազմի, մեզ եսա քանի տարի խարջ ու խարաջ չտված, էդ մարդը էտենց է մտածում,